Կրկին ասենք բարի լույս բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան մեր ուղիղ եթերին։ Իսկ ես ներկայացնեմ թեման, որի շուրջ կզրուցենք մեր հյուրի հետ։ Եվ այսպես 2025 թվականի մայիսի 29-ին ժամը 19:00-ին տեղի կունենա բարեգործական ընթրիք երեկո Պատրիկ Ֆիորիի եւ Լևոն Ղոզյանի մասնակցությամբ, եւ գալա ընթրիքը նվիրված է պատերազմից տուժած արցախցիներին աջակցելու նպատակով։ Ես էլ շտապ եմ ներկայացնել մեր հյուրին, որը արդեն ներկա է տաղավարում։ Էլիս Քեր բարեգործական ընկերության հիմնադիր նախագահ Էլիս Պողոսյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք տաղավարում հյուրընկալվելու համար եւ առաջարկում եմ զրույցը սկսենք հենց Էլիս Քեր հիմնադրամից, պատմելով թե երբ է ստեղծվել հիմնադրամը եւ ինչ նպատակով։ Մի 10 տարի առաջ ես ստեղծեցի Էլիս Քերը պատերազմի ժամանակ էլ Սուրիայի, որտեղ իմ դադիկս Չարտի ժամանակ 1915-ին որպեր եւ 100 տարի վերջ, այսինքն 2015-ին ես որ տեսա հերադեսիլին Հալեպում ինչ խոփում էին բոլոր քյուրը եւ բոլոր քաղաքը, այն ժամանակ ես ուզեցի, այսինքն պատերազմի ուզեցի, այսինքն օգնություն տալ եւ այդպիսի ցեվով որ ես բժշկությունս Չինաստանում ավարտեցի դիպլոմաներս ատերն արի ես ասեղնապուժության մասնակցություն ունիմ ցավերի մասին այդպիսի ցեվով կամաց սկսվեց Էլիս Քերի հեքիաթը Էլիս Քերը մի շարք երկրներում էր գործունեությունը ծավալում, Իրաքում, Սիրիայում, Հայաստանում, Լիբանանում, Ուկրաինայում, Եթովպիայում, այո, ինչպես են կազմակերպվում առհասարակ այս օգնության միջոցները, գիտեմ, որ նաև շարժական փոքրիկ այսպես հիվանդանոցներ, եթե կարող ենք ասել, գործում են, ինչպես է առաջացել այս գաղափարը, ինչպես են նաև գործում այս ծառայությունները տարբեր երկրներում։ Իրաքում, որ 10 տարի հոն աշխատել ենք, որ մենք շինեցինք փոքրիկ կամիոնների մեջ, փոքրիկ հիվանդանոցներ, մեջը մասնագիտություններով մենք արեցինք ծննդաբերություններ, էկոգրաֆիաներ, ամենակարևոր, այո, խնդիրները, վակցինացիաներ, ամեն ինչ սիրտի բժիշկներ եւ այդպիսի ցեվով մենք բոլոր քյուրերը բդդվում էինք մեջը 5-6 բժիշկներով, հոգեբաններով եւ բոլոր իսլամիստների, այսինքն քրիստոնյաները եւ եզիդները, այդ մինորիտիզները, որ իսլամիստները խփում էին, մենք իրենց մովը զբաղվեինք եւ ադանգով այդ շարժական կլինիկաները եղան մեր դենյան, այսինքն մեր սպեսիալիտեն եւ Հայաստանում ունենք մի քանի հատ Տավուշ, Գեղարգունիկ, Սյունիքում ալ սկսած ենք եւ բոլոր սահմանները, որ այդ քյուրերը որ մի քիչ հերու են քաղաքներեն, մենք հոն բժիշկներով բուժում ենք անվճար բոլոր քյուրացիները։ Ահա, վերադառնում ենք Հայաստան, գալա ընթրիք, սպասվող գալա ընթրիքը, ինչպես են ընտրվում հյուրերը, ինչպես ընտրվեցին։ Ֆրանսիային գալիս են 10 հյուր, որ մեր բարեկամներն են, անշուշտ Պատրիկ Ֆիորին, որ գճանչնակ իմ եղբայրի պես ենք եւ ինքը գալիս է որպես նվիրում է, այսինքն իր պրեստացիոնը եւ պիտի երկե մեզ համար ունենք նույնիսկ Լևոն Ղոզյանը, որ 15 օր առաջ The Voice-ը շահել է, առաջինը ելավ, եւ ունենք Մարխասը գալիս է, Արսեն Պետրոսյանը սյուրպրիզն էլ պիտի լինի, ժամը 7-ին սկսում է կոկտեյլով, reception, welcome reception-ով, անգևեջը ընթրիկը գա, լոտերիա, auction եւ կոնցերտ։ Եվ արդեն աճուրդից նաև ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է այն նպատակին, որի համար կազմակերպվում է։ Բոլորը Հայաստանի մեր քյուրերի այդ սահմանների քյուրերը, որ մենք աշխատում ենք, բոլորը այդ պրոժեներին համար է։ Այսինքն ես կուզեմ, որ մարդիկ լավ ժամանակ անցնեն։ Այո։ Ու դեն խմեն, մյուզիկ տեսնեն, ասանք network-ն են կորձի համար, մարդ ճանչնան եւ այդ ժամանակով այդ հավաքված գումարները բարեգործական միությունի համար է։ Նաև շատ հետաքրքիր է թե այդ գումարը ստացված ինչ ուղղության վրա եք պատրաստվում ծախսել, բժշկության, սոցիալական խնդիրները լուծելու։ Բոլորը բժշկական, հոգեբանական եւ սահմանների վրա մենք 10 տարիս ենք առաջին բուժօգնության 10 տարիս ենք մարդկանց որ հոն ապրում են եւ ադոր աբրանքները, տեղերը, մատերիալները բոլորը գումար է, մենք այդ գումարով անոնք անելու ենք եւ փոքրիկների բուժումները մանկական բժիշկ ունենք, հոգեբաններ ունենք, որովհետեւ
այն նույնիսկ բայց բادرազմեն զատ, որ աղքատություն կա, որ երբեմն հայր չունեն կամ հերու են ապրում, կարևոր է իրենց art therapy-ով, մենք art therapy center-ներ ունենք Իրաքում շատ դրել ենք, որտեվ այդ իսլամիստները, որ դղաները կպաղցնեին եւ կդարձնեին որպես զինվոր, կամ աղջիկները կծախեին իսլամիստների, որ լինեն sexual trafficking անոնք բոլորը մեծ տրոմաներ ունենք մենք հիմա էքսպերտ դարձանք այս art therapy-ով եւ մեր հոգեբանները անում են այսինքն սպիտակ լորի ունենք 3 պրոգրամ art therapy-ով իսկ հույս ունեմ որ եթե շատ մարդիկ կան եւ գումար հավաքենք ավելի գրնանք շարունակել մեր պրոժեները Հայաստանում եւ ես հայ եմ անշուշտ շատ կուզեմ որ շարունակեմ ադոր համար մեծ հույս ունեմ որ այս գալա ընթրիկը որ մեր առաջինն է Հայաստանում լավ բինանստի։ Մենք Ֆրանսիայում ամեն տարի անում ենք Մոնակո, Բրյուսել, արել ենք, բայց Հայաստանում առաջին անգամ։ Իսկ ինչպես կարող են հիմա համոզված եմ որ շատ հեռուստադիտողներ դիտելով միգուցե ցանկություն հայտնեն եւ մասնակիցը լինեն։ Պետք է անպայման email գրեն, եթե email-ը դուք դրեք եւ հեռախոսի համար գա, որ եւս մեկ անգամ բարձրաձայն ասենք եւ հեռախոսահամարը եւ mail-ը։ Ես կարծում եմ եթե չենք հիշել լավ որ Alice Carey կայքը կարող են այցելել մեր հեռուստադիտողները որովհետև երեք երբ պատրաստում եմ հարցազրույցի ես այցելեցի կայքը այնտեղ ամբողջական տեղեկատվությունը կա կարող ես նաև գրանցվել ընթրիկին մասնակցելու համար եւ մեկ օր մնաց այո մեկ օր է մնացել սիրելի հեռուստադիտողներ Alice Carey կայքն է այցելում եւ կարողանում եք թե գրանցվել որպեսզի լինեք մասնակից այս ընթրիկի թե նաև ստանալ ամբողջական տեղեկատվություն արդեն կազմակերպել Մարիոթում գրնակ կանչել անոնք ցեզ Այո, զանգահարել հյուրանոց, այո, Մարիոթ հյուրանոց եւ այնտեղից արդեն իմանալ թե ինչպես կարելի է գրանցվել։ Այո, դուք նաև վերապատրաստումներ եք անցկացնում բժիշկների համար, ինչպես նշեցիք, այսինքն ոչ միայն մարդիկ են, այլև բժիշկները, մասնագետներ են ու վերապատրաստումներ եք իրականացնում այս շարժական նաև հիվանդանոցների միջոցով, այ հետաքրքիր է այն բոլոր մասնագետները, որոնք ներգրաված են ձեր կազմակերպության աշխատանքներում, ինչպես եք գտնում այս մասնագետներին տարբեր երկրներում, արդյոք նրանք կամավորներ են, թե վարձատրվում են այս աշխատանքի համար։ Բոլորը հայաստանցի են։ Մեկ մասը Արցախի բժիշկներ են, էկոգրաֆիա ունենք, անդոկրինո, սիրտի բժիշկ ունենք, ակնոցների բժիշկ ունենք, որովհետև գիտեք այդ սահմաններուն շատ դարիքոտ մարդիկներ կան, որ չեն կարողացնել աշխատել, վրա։ Միայն ակնոցի պատճառով, այո։ Միայն մեկ ակնոցը բոլոր ցերգյանքը գրնա փոխել, գիտեք։ Ադիգա ունենք սիրտի բժիշկ եւ քրոնիկա հիվանդություն, դիաբետ, տենսիոնի պրոբլեմ սիրտի պրոբլեմներ ունենք, նաեւ հոգեբան ունենք, մանկաբժիշկ, այսինքն մենք 30 քյուր բդդվում ենք, մեկ ամսվա մեջ, երբեմն մի օրվա մեջ 2 քյուր եւ բոլոր մեր բժիշկները աշխատում են մեր մոտ եւ մենք իրենց ամսավճարները եւ տեղերը մենք տալիս ենք, ադորամար գումարի պետք ունենք, անգևերջ բոլոր բուժումները անվճար է, այսինքն մարդկանց ոչ մի գումար չեն գա։ Ժամանակը ցույց է տալիս, որ բացի բժշկությունից շատ կարևոր է նաև հոգեբանական թերապիան, որովհետև այո, խնդիրները մեծ են լինում եւ հոգեբանների աշխատանքը նաև շատ կարևոր է լինում հենց նրանց հետ։ Շատ կարևոր է, որովհետև ես հիմա հայերենով լավ չեմ բացատրել, բայց մի բզիկ, որ նորմալ մեծնալու համար պետք է սեր եւ պրոտեկցիոն, safe ապահովություն սեր ունենա եւ բادرազմի ժամանակ կամ այսինքն երբ որ անստաբիլիտե ժեոպոլիտիկական բաներ եւ ընտանիքները բաժնվին կամ մեկ մարդ մգերտահերու աշխատելու գնի գմնա առանցին կամ կլինի մահ կամ զոհված հիվանդ զոհված մի վիրավորված զինվոր այդ բզիկները իրենց նորոլոգի, այսինքն հոգեբանությունը փոխվում է եւ տրավմատիկ արդեն ստրես է։ Եվ այդ բզիկները չեն կարող դբրոց նորմալ ուսում առնել, մտածել, այսինքն իրենց պրոբլեմատիկ պիտի լինի իրենց ֆորցի մեզ մեծ լինին, այսինքն այդ շատ կարևոր է այդ ժամանակ, եթե լավ չփուժեք այդ բզիկի տրոման, բոլոր կյանքը այդ հետևանքները արդեն այո մենք աշխատում ենք այդ բզիկներով եւ արտ թերապին շատ լավն է
որովհետև այդ բզիկները որ չեն սիրում խոսել, երբ որ նկարներն եք կամ երբ որ ցերկով թերապիներն եք, այդ բզիկները յետ կսկսեն իրենց իմաժիները, այսինքն իրենց պատկերացումները, այո։ Հա, ինչպես կերևակայեք աշխարհը, դուք մեջը որպես ակտոր, ինչ կուզեք բժիշկ, պաստապան, որ թերապիան, այո, շատ է օգնում։ Եվ շատ կօգնի այդ բզիկները իրենց սիրտի մեջ, այսինքն լույսի պես, եւ շատ կարեւոր է։ Լավ չբացատրեցի։ Շատ լավ բացատրեցիք, արդեն բոլորին պատկերավոր բացատրեցիք։ Հետաքրքիր թե ինչպես որոշեցիք գալա ընթրիք նաեւ այստեղ Հայաստանում իրականացնել, կազմակերպել։ Մենք Ֆրանսիայում ամեն տարի անում ենք եւ կարեւոր է, որովհետեւ մարդիկ զիրար կգնան ճանչնալ, կգնան տեսնել մեր կորձը ինչա, մենք կգնանք թե որտեղ է ուղղվելու հավաքված գումարը, հա, այսինքն կարեւոր է, որովհետեւ եթե չնեք, մարդիկ չեն ճանչնար եւ կարեւոր է այդ պրոֆեսիոնալ, այսինքն social պրոֆեսիոնալ ռեզոն կարեւոր է եւ ես Պատրիկ Ֆյուրին կանչեցի, ասեցի միտք ունեմ գալանել, բայց առաջինն է ինձ դուկաս, ինձ գոգնես, սովան շուշտ, անգևետ չդեղ պնդրեցինք, ուրնենք, Մարիոթում ամիջապես այո ասեցին մեզ անվճար դալիս են դեղը եւ լավ օգնում են շատ բարի են, անանգով մեկ, այսինքն 3-4 ամիս առաջ բոլորը օքեյ է։ Պատրաստ է։ Հիմա բادرասությունների մեջ ենք աս երկու վերջին օրերը։ Եվ վերջում իհարկե չենք կարող չհարցնել, քանի որ հիմնադրամը կազմակերպությունը մի շարք երկրներում է գործում, ինչ ծրագրեր ունեք ապագայում, ինչ է նախատեսվում անել, գուցե այլ երկրներում նաև բացեք կազմակերպության այսպես Եթիոպիան մենք ճուր գփորենք, այսինքն որ աղջիկները 4-5-6 ժամ չկալեն ճուր բերելու համար եւ այդ քյուրերը մենք 10 հատ ինչպես է անունը որ փորեք փորում եք որպեսի կարողանան ջուր ստանալ աղջիկները կարողանան թուբրոց երթալ մենք թուբրոց հենց տեղում կարողանան վերցնել ջուրը ոչ թե անցնեն երկար ճանապարհ եւ նյուտրիսիոնի մեծ ծրագրամ ունենք Թերեզա սիստերների հետ Բեյրութ Լիբանան, այսինքն աշխատում ենք նույնիսկ քրիստոնեական տղամասները, որ օգնություն ունին դուբրոցներով, հիվանդանոցներով, ձերանոցներով, ադիգա եկեղեցիով աշխատենք, ունենք Իրաք 12 տարի վեր շատ սիրուն ծրագրամ ունենք աղթերապիով այդ բոլոր բզդիկ աղջիկ տղաները որ human trafficking մեջ էին հիմա բոլորը մեծան համալսարան պիտի մտնեն ուսումնին լավերին կամ որ ամուսնացան այսինքն շատ սիրուն շատ ուրախ եմ որովհետև այդ լավ պրոժե է Սուրիա շարժարական կլինիկաներ ունենք Հալեբ եւ ուրիշ Ուկրաինա կլինիկաներ խրգեցինք 5-6 հատ Եվ նաև այստեղ։ Եվ այստեղ, այո։ Մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել ձեզ կատարած հսկայածավալ աշխատանքի ու շատ կարևոր աշխատանքի համար։ Հաջողություն ենք մաղթում, վստահ ենք, որ ընթրիքը կկայանա։ Հրաշալի կերպով, այո։ Շնորհակալություն ևս մեկ անգամ։ Սիրով, շնորհակալ ենք։ Մենք էլ շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, եւ շարունակենք եթերը։